Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 31, մեծ բանակի աղմուկը։ Սիրիական բանակը պաշարեց Սամարիայի քաղաքը սովի ժամանակ, սիրիացիները չշտապեցին, պարզապես վրաններ խփեցին քաղաքից դուրս, սպասելով, որ սամարացիները սովից մահանան։ Քաղաքի պարիսպների ներսում պայմաններն այնքան վատացան, որ Էշի գլուխը վաճառվեց 80 արծաթե մետաղադրամով։ Իրավիճակն այնքան հուսահատեցնող դարձավ, որ կանայք իրենց երեխաներին առաջարկում էին եփել և ուտել։ Ամեն ինչ վերածվեց լիակատար քաոսի, մաքուր խելագարության։ 4-րդ թագավորաց 6-րդ գլուխ։ Եվ քաղաքի դռանը 4 բորոտ կար, և նրանք իրար ասեցին. «Մենք ինչ ենք այստեղ նստում, մինչև որ մեռնենք, եթե ասենք գնանք քաղաքը, սով կա քաղաքում և այնտեղ կմեռնենք, և եթե այստեղ մնանք կմեռնենք։ Ուրեմն հիմա եկեք ընկնենք ասորիների բանակը, եթե մեզ ողջ թողեցին, կապրենք, բայց եթե մեզ մեռցրին, կմեռնենք»։ 4-րդ թագավորաց 7-րդ գլուխ 3-4 խոսքեր։ Եվ այսպես նրանք ճանապարհ ընկան դեպի սիրիական ճամբարը։ Երբ նրանք հասան, ամենուր մահացու լռություն էր, ոչ ոք չէր երևում։ Նրանք խուզարկեցին բոլոր վրանները որևէ մեկին գտնելու համար, բայց ոչ ոքի չգտան։ Սուրբ Գիրքը բացատրում է. «Որովհետև Տերը ասորիների բանակի մեջ կառքերի ձայն և ձիերի ձայն և մեծ զորքի ձայն էր լսել տվել, որ իրար ասեցին. ահա Իսրայելի թագավորը քեթացիների թագավորին ու Եգիպտոսի թագավորին վարձել է մեզ դեմ, որ գան մեզ վրա, և վեր կացան ու փախան մութ ժամանակին և թողեցին իրանց վրանները, իրանց ձիերը և իրանց էշերն ու բանակը, ինչպես որ էր, և փախան իրանց անձինքը պրծեցնելով»։ 4-րդ թագավորաց 7-րդ գլուխ 6-7 խոսքեր։ Երբ բորոտները հասկացան սա, թափառեցին ճամբարում ուտելով ու խմելով մինչև կշտանալը, ապա վերադարձան և կանչեցին քաղաքի դռնապանին և պատմեցին նրանց ասելով. «Մենք գնացինք ասորիների բանակը, և ահա այնտեղ ոչ մարդ կա և ոչ մարդի ձայն, այլ կապած ձիեր և կապած էշեր և վրաններ, ինչպես որ կան»։ Խոսք 10։ Տերը իր զորությամբ վերցրեց հուսահատ թվացյալ անհույս իրավիճակը և ամբողջությամբ վերափոխեց այն։ Նա վերցրեց պատերազմի ավարը և գործածեց այն իր ժողովրդին վերականգնելու և թարմացնելու համար, առաջ մղելով իր գործը երկրի վրա։ Հենց որ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, Աստված օգնության է հասնում իր զավակներին։ Նա կօգնի նաև քեզ։ Աստված հավատարիմ է։